Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Մարգարյան։ Տիկին Մարգարյան, այսօր ուզում եմ անդրադառնանք Ադրբեջանի խոսույթին, նարատիվներին, որ վերջին շրջանում լսում ենք, որքան էլ որ օգոստոսի 8-յան իրողություններով պարզ դարձավ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ամեն դեպքում ընտրում են խաղաղության ճանապարհը, բայց կարծես թե վտանգավոր նարատիվները եւ խոսույթը չի դադարում Ադրբեջանից գալ հայտարարությունների տեսքով։ Այսօր էլ ՄԱԿ-ում Ալիևը իր հայտարարության ժամանակ կրկին վերահաստատեց կամ եւս մի անգամ հայտարարեց այն մասին, որ Թրամփի ուղին ոչ այլ ինչ է, քան Զանգեզուրի ճանապարհով, Զանգեզուրի ճանապարհը, որը անխոչնդոտ է լինելու եւ այս բառի շուրջ էլ գիտեք, որ այստեղ մտավախությունները շատ են, շահարկումները շատ են։ Նախ ընդհանուր առմամբ ինչ միտում ունեն այս հայտարարությունները եւ արդյոք դրանք կարող են խաթարել հայ-ադրբեջանական դեռևս շատ փխրուն խաղաղությունը։ Դուք ինքներդ շատ օբյեկտիվորեն նշում եք շատ փխրուն խաղաղություն, որտեղ այն ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում դա ասեցյան խաղաղության գործընթացի կարող եմ ասել մեկ այլ փուլ է, բայց նույնիսկ այդ փուլում փոխվող փուլում լինելով հանդերձ ինքը մեկնարկային փուլ է։ Այսինքն սրանով ամենևին մենք չպետք է սպասենք, որ սրանից հետո խոսույթները պետք է փոխվեն բացարձակ։ Նույնիսկ ավելին, կարծում եմ, որ հիմա Հայաստան եւ Ադրբեջանը մտնելու են նարատիվների պատերազմի մեկ այլ դաշտ։ Շատ ավելի գործուն դաշտ, ինչու, որովհետև հիմա արդեն Ադրբեջանը պետք է փորձի հնարավորինս հիմնավորել, արմատավորել իր սուբհեգեմոն դիրքը տարածաշրջանում։ Իսկ սուբհեգեմոն դիրք ուրեմն ամրապնդելու ճանապարհին պետք է հնարավորինս մատնանշել Հայաստանի, ինչպես ինքն է արտահայտվում, օկուպանտ լինելը, ուրեմն կապիտուլյացիայի ենթարկվելը եւ իրեն ներկայացնի ավելի դրական կառուցողական լույսի ներքո։ Սրան մենք պետք է պատրաստ լինենք։ Իսկ ինչպես ենք հակակշռելու նաեւ։ Հակակշռելը մի քանի գործիքներից բնականաբար բաղկացած կոնֆիգուրացիա է։ Առաջին հերթին մենք գործ ունենք հիբրիդային սպառնալիքների հետ, որտեղ ինչքան էլ որ այդ խոսույթը բխում է Ադրբեջանի քաղաքականությունից, մեր վրա երբ արտահայտվում է, դա արտահայտվում է հիբրիդային գործիքակազմով, հա, որտեղ երբեմն մենք ասում ենք շատ լավ, եթե մենք դիտարկում ենք այս ամենի հիբրիդի տեսանկյունից, մենք պետք է պայքարենք դրա դեմ, բայց օբյեկտիվորեն նաև ասում ենք լավ, պայքարենք այդ հիբրիդի դեմ, բայց չէ որ դա Ադրբեջանի քաղաքականություն է, ինչպես նաև հակակշռենք այդ քաղաքականությանը կամ այդ խոսույթներին, ինչպես հակակշռենք։ Այստեղ կարծեմ շատ կարևոր է, որպեսզի մենք ուրեմն եւ պետական մեքենան, եւ լրատվական դաշտը, եւ քաղաքասարակությունը, եւ գիտակրթական հաստատությունները բոլորը ստանձնեն ի վերջո այդ համապարփակ անվտանգությունից բխող անվտանգային ակտորի դերակատարությունը։ Այսինքն յուրաքանչյուրը իր մասնաբաժինը պետք է կատարի, հա, միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, որտեղ այդ հիբրիդային սպառնալիքներ մենք մի տարբերակով միայն կարող ենք դիմադրել, հա, եթե մենք դիմակայուն դառնանք։ Իսկ դիմակայունության հիմքում ի՞նչն է անկած, այն որ մենք պետք է կենտրոնանանք մեր անելիքների վրա։ Այսինքն, եթե մենք ամեն վարքյան մտածենք, այ Ադրբեջանը ասեց Զանգեզուրի միջանցք, մենք դրան պետք է լուրջ վերաբերենք, մենք դրան հակակշռող քաղաքականություններ պետք է առաջ տանենք, սրա մասին չի խոսքը, բայց երբ գայս ենք տեղեկատվական դաշտ, որովհետև այսօր պատերազմը տեղի ունենում մեր բոլորի մտքում, մարդկային միտքը դա ամենա այսպես գործուն մարտադաշտն է, որտեղ պատերազմները տեղի են ունենում եւ մենք ապագա առաջիկա տարիներին հենց այդ մարտադաշտում ենք լինելու, այսինքն ռազմական գործողությունները ավարտվեցին, չափազանց քիչ է հավանականություն, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ կվերսկսի մեր դեմ, բայց ինքը այս գործողությունները շարունակելու է մտքի մարտադաշտում։ Իսկ մտքի մարտադաշտում մենք պատրաստ ենք գոնե բավարար չափով այս հակամարտությանը, այսպես ասած, դիմագրավելու առումով։ Գիտեք, կարծում եմ ոչ, եւ դրա համար կա եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներից մեկը այն ամենայնիվ դեռևս շարունակող մեր այդ ցնցումն է 20 թվականի պատերազմից հետո եւ Արցախի էթնիկ զտումից հետո, այս ամենը բնականաբար մեր հարության մոտ դեռևս այդ հոգեբանական ճգնաժամի հարությունը առասարակ այդ ճգնաժամի մեջ է գտնվում, բայց դրան զուգահեռ նորից այդ
հիբրիդային սպառնալիքներ ավելի խորացնում են վախի մթնոլորտը, մեր իսկ ուժերի վրա չհենվելու, մեր ուժերին չհավատալու այդ կեղծ նարատիվները, ընդ որում գիտեք, սա համարվում է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի գործիքներից մեկը, երբ այդ նարատիվները այնպես են դասավորվում, որպեսզի հանրությունը չհավատա իր ուժերին, այդ դավադրության տեսությունները, հա, այդ deepfake-երը, այդ ամեն ինչը, ինչ որ մեր շուրջը մենք տեսնում ենք, այս ամեն ինչի հիմնական նպատակը այն է, որպեսզի մենք չհավատանք մեզ եւ մենք չկարողանանք դառնալ դիմակայուն, իսկ որովհետեւ դիմակայունության շեմին հասանք, հենց հասկացանք, որ մենք արդեն դիմակայունության շեմին ենք, նշանակում է եւ կարողանալու ենք կոնֆլիկտը, խնդիրի կանխատեսել, եւ կարողանալու ենք լուծել, եւ կարողանալու ենք դրանից հետո արագ վերականգնվել, եւ կարողանալու ենք այդ ամեն ինչից հետո, այդ ամեն ինչը գիտելիք որպես բերել ու օգտագործել, ադապտացնել մեր քաղաքականությունները օրինակ, այսինքն շտկել մեր սխալները։ Ներողություն եմ խնդրում, իսկ ընդդիմության այն խոսույթը, որ Ադրբեջանը չի գնալու խաղաղության, նաև խոսում են ավելի շատ պատերազմի մասին, որ Սյունիքը վտանգված է, ռիսկի տակ է, սրանք մեզ օգնում են ավելի դիմակայուն դառնալ, թե հակառակ։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր հարց եք տալիս, մասնավորապես այս համատեքստում։ Տեսեք, մեր եւ Ադրբեջանի համար խաղաղությունները տարբեր են։ Դրանք տարբեր խաղաղություն են, խաղաղության օրակարգերը տարբեր են եւ դա օրինաչափ է։ Դա այդպես էլ պետք է լինի։ Նույնիսկ Եվրոպական միության ներսում պետությունները երբ դարձել են Եվրոպական միություն, իրենք ունենալով համատեղ շահեր, այնուամենայնիվ իրենք ունեն նաեւ տարբերվող շահեր։ Հիմա սա մենք առաջինն է, որ պետք է հիշենք, որ դրանք տարբեր օրակարգեր են, բայց մենք նորից եմ ընդգծում, պետք է կենտրոնանանք մեր օրակարգի վրա։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, երբ ասում են, որ Ադրբեջանը չի գնա խաղաղության եւ այլն, ես կարծում եմ իրենք ելնում են այդ իրողությունից, որ մեր օրակարգերը տարբեր են, հետեւաբար Ադրբեջանը ինչպես կարող է գնալ խաղաղության, եթե ինքը չի կիսում մեր օրակարգը, բայց սա մեղմ ասած ոչ գրագետ մոտեցում է, որովհետև դա ամենևին չի նպաստում մեր իսկ անելիքների վրա կենտրոնանալու, որովհետև այդ պահին մենք միայն մտածում ենք Ադրբեջանը չի ուզում պատերազմ, Ադրբեջանը շարունակում է այսպես կոչված Անգեզուրյան Միջանցքի նարատիվը, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի նարատիվը եւ այլն։ Զուգահեռաբար այնուամենայնիվ չենք ուզում նկատել որոշակի խոսույթի փոփոխություն, հա, այն ռազմատենչ ռետորաբանությունը մենք այլևս չենք տեսնում, օրինակ 3 Ալիևի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից ինչի մասին էր, իր հաղթարշավն էր, դա իր հաղթանակների մասին էր, նորից մեզ ներկայացում էր կապիտուլյացիայի ենթարկված օկուպանտ եւ այլն, բայց այնուամենայնիվ ռազմական ճանապարհով հարցը լուծելու խոսույթը այլևս գոյություն չունի, այսինքն սրանք էլ երևույթներ են, որ պետք է մենք նկատենք։ Ես կարծում եմ, որ ընդդիմության պարագայում նաև կան այլ վտանգավոր, հա, ուրեմն խոսույթներ, որոնք մի կողմից թվացial օգնում են մեզ դիմադրելուն, բայց մյուս կողմից իրենք մեզ թուլացնում են։ Խոսքը նա մասին, այո, որ արցախահայերը կարող են վերադառնալ օրինակ, հա, Արցախ։ Սա բացարձակ իրականությանը չի համապատասխանում, որովհետև դրա համար չկան նախադրյալներ, երբ մենք գեներացնում ենք այս խորսույթը, մենք սինհույսեր ենք նախ սերմանում Արցախահայերի շրջանում, մեկ, երկրորդը, մենք սրանով նաև հնարավորություն ենք տալիս Ադրբեջանին, որպեսզի նա էլ իր ռետորաբանությունը ավելի սասկացնի։ Ես կարծում եմ, որ նույնիսկ եթե ինչ որ պահ պիտի գա, որ Արցախահայերը կարողանան վերադառնալ տուն, դա կարող է լինել միայն մի դեպքում, եթե խաղաղության օրակարգը կապիտալիզացվի։ Սրա համար 10 տարի կպահանջի, 20 տարի, 30 տարի, մեզ այնց որևէ մեկը չի կարող ասել, դա երկարաժամկետ գործընթաց է, բայց այսօր ներկայացնել, որ իրենք կարող են գնալ տուն, եւ այսօր ներկայացնել, որ Հայաստանի իշխանությունները այս հարցը բարձրացնելով կարող են հարցը լուծել, եւ քանի որ իրենք չեն բարձրացնում, Արցախահայերի խնդիրը այդտեղ է, որ իշխանությունները այդ հարցը չեն բարձրացնում, սա նայեցեք, բայց ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ հիբրիդային սպառնալիքների շարունակություն։ Այսինքն ներսից ենք մենք ենթարկում այդ հիբրիդային։ Այո, իհարկե։
Եվ Տիկին Մարգարյան շատ ճիշտ նկատեցիք, որ Ալիևի խոսույթում որոշակիորեն փոփոխություններ կան։ Ալիևը ՄԱԿ-ում նաև խոսեց, որ խաղաղությունը այլընտրանք չունի, տարածաշրջանում խոսեց ճանապարհների ապաշրջափակումից։ Այստեղ էլ գիտենք, որ օրինակ նույն ընդդիմությունը ընդդիմանում է երբեմն ճանապարհների ապաշրջափակման առումով եւ այստեղ էլ վտանգներ է տեսնում, ռիսկեր է տեսնում նույն Ադրբեջանի հետ սահմանը բացելու առումով, Թուրքիայի հետ սահմանը բացելու առումով, անգամ երեք դաշնակցական մի падգամավորի էի լսում, որն ասում էր, որ դա սին հույսեր է, եթե ասում են, որ ճանապարհը բացվի, առևտուր անեք, պատերազմ չի լինի, չկա նման բան։ Այսինքն այստեղ ընդդիմությունը հակադրում է սրան, որ առևտուր անելով հարցը չես լուծի, խաղաղության չես գնա։ Դուք ինչ վերաբերմունք ունեք ճանապարհների ապաշրջափակման առումով։ Տեսեք, գիտեք, ես միշտ նման հարցադրումների ժամանակ բերում եմ հետևյալ օրինակը։ Երբ Եվրոպական միության քաղաքացիական առաքելություններ տեղակայում Հայաստանում, նույն բառամթերք օգտագործում էր, որ հիսին հույսեր, որ ուրեմն հերադիտակով քաղաքացիական դիտորդները չեն կարող ապահովել անվտանգություն եւ այլն եւ այլն։ Բայց տեղակայման օրվանից այսօր մենք չենք ունեցել գեթ կես մետր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներից կորուստ։ Նկատի ունեմ, որ մեզանում առասարակ յուրաքանչյուր նորություն, որը գիտեք մեր ավանդական մտածելակերպից դուրս է, սվիններով է ընդունվում, մասնավորապես քաղաքական դաշտում եւ մասնավորապես այն քաղաքական ուժերի կողմից, որոնք շատ ավանդաբար ծանր այսպեսի մեծ դերակատարություն են ունեցել հա մեր քաղաքական կյանքում, որտեվ այդ նորությունները իրենք ամբողջովին ջարդում են մեր կարծրատիպերը, հա։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան առևտուր, սահմանների բացում եւ այլն։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այս խաղաղության օրակարգը ինչ որ պահի ինքը բերելու է նրան, որ Թուրքիան սահմանը բացելու է։ Այսինքն, եթե ոչ այսօր, վաղը Թուրքիան սահմանը բացելու է, որովհետեւ եթե պայմանագիրը գալիս է հասմային կետին, որ ստորագրվում է, Թուրքիան չունի որևէ այլևս լեգիտիմ հիմք սահմանը փակ պահելու, հա։ Նեք, ինչ է սա արդեն իրենց ներկայացնում, որ դու կարող ես շնչել։ Այդ շնչելու արդյունքում սա ինչին է բերում, որ մենք թույլատրում ենք նաև ներկախվածությունը Ռուսաստանից, հա, որովհետև այդ շնչելը մեզ հնարավորություն է տալիս որոշակի կապուղիներ, դա առևտուր եւ այսինքն այս ամեն ինչը փոխելու է ամբողջ պարադիգմը։ Այն պարադիգմը, որը գիտեք, մեր գիտակցական մակարդակով մեր մտքում նստած է եւ դրա համար մարդիկ շատերը չեն հավատում դրան, որովհետեւ իրենց մարդիկ, ովքեր աչքերը բացել են անկախությունից հետո եւ տեսել են փակ սահմաններ, իրենք չեն պատկերացնում ինչպես այդ սահմանները կարող են բացվել, այն էլ բացվել օրինակ Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ եւ ինչ որ առումով նաեւ նպաստել մեր բարեկեցիկ կյանքին, որովհետեւ այստեղ մենք գործ ենք ունենալու բնականաբար տնտեսական անվտանգային կոմպոնենտների հետ, ինչու որովհետև եթե խաղաղության պայմանագիրը ստորագրված է, եթե սահմանները բացվում են, բարձր դու դառնում ես ավելի հետաքրքիր արտաքին ներդրողի համար եւ արտաքին ներդրողը կարող է երկարաժամկետ ներդրումներ կատարել միայն այն դեպքում, եթե ինքը գիտի, որ տարածաշրջանը կոնֆլիկտից դուրս է այլևս գործում։ Այսինքն սրանք բաներ են, որոնք չպատկերացնենք, որ այսօր են տեղի ունենում։ Սրանք քայլ առ քայլ։ Եվ ես, գիտեք, կարծում եմ այն շրջանակները, ովքեր չեն հավատում այս ամեն ինչի, չեն կարող մեղադրել, որ չեն հավատում։ Բայց կուզենա, որ հաճախ մենք ինքներս ուղղակի կանգ առնենք եւ հետո առաջ անենք։ Հիշենք մեզ 6 ամիս առաջ, հիշենք մեզ 1 տարի առաջ, 2 տարի առաջ, 5 տարի առաջ։ Հիշենք, թե ինչ խնդիր ունենք 5 տարի առաջ, հիմա այդ խնդիրը ոնց է տրանսֆորմացվել, փոքրացել, դառել մեկ այլ խնդիր։ Նկատի ունեմ այս ամենը մենք պետք է ժամանակի այսպես տարածության մեջ դիտարկենք, հասկանալը, որ քաղաքականությունը դա ստատիկ չէ, ինքը արագ զարգանում է, առաջ է գնում եւ այն թե մենք որքան կհաջողենք նույն սահմանների բացումից հետո դիվիդենդներ ունենալու օրինակ հարցում, մեծապես կախված է մեր աշխատանքից։ Տիկին Մարգարյան, ոչ միայն չեն հավատում, այլ նաև այստեղ հակառակ խոսույթն էլ կա, տեսեք դուք ճիշտ շեշտադրումներ արեցիք եւ խոսեցիք Թուրքիայի հետ սահմանը բացելուց, այստեղ մոտավորապես ընդդիմադիր որոշ շրջանակների մոտ տրամադրվածությունը այնպիսին է, որ դրանից կարող է շահել Ադրբեջանը եւ կամ շահագրգռված լինել Ադրբեջանը Թուրքիան, բայց ոչ մեզ դա պետք չէ։ Անկամ Քլեչի այցելությունը
էլի ինչ որ շրջանակների կողմից սվիններով ընդունվեց Արարատի շուրջ խոսույթը, գիտեք, քանի օր շրջանառվեց։ Հիմա, քանի որ Թուրքիայում ենք մենք տեսնում խոսույթի փոփոխություն եւ այդ դրական միտումները, որ Թուրքիան պատրաստ է գնալ հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման անմիջապես խաղաղության պայմանագրից հետո եւ նաեւ Ֆիդանի հայտնի հայտարարությունը, որ 2026 թվականի առաջին կեսին հնարավոր է թե սահմանի բացում, թե խաղաղության պայմանագրի ստորագրում զուգահեռաբար։ Դուք այս հնարավորությունը այս հավանական համարում եք սա։ Ես պրագմատիկ առումով եմ հավանական համարում, ասեմ ինչի, որովհետև Թուրքիային ձեռնտու է ստատուս քվոն պահպանել։ Ինչպես։ Այսօր Թուրքիան տարածաշրջանում ամենահաստատուն ոտքերի վրա կանգնած հեգեմոնն է, կարող ենք ասել։ Եվ բնականաբար Թուրքիան այս ստատուս քվոն ամրապնդելու համար պետք է ունենա բաց սահմաններ նաև մեզ հետ։ Հա, այսինքն այսպես ցանցով, ցանցավորված պահպանել իր դիրքը։ Եվ գիտեք, եթե դիրքը իր մեջ ենթադրում է նաև սահմանների բացում Հայաստանի հետ, մենք դրանից միայն պետք է ուրախ լինենք։ Ինչու ենք մենք մտածում, որ օրինակ, եթե որևէ բան լավ է Թուրքիայի համար, ուրեմն դա պարտադիր վատ է մեր համար։ Քավլիցի։ Այդպես մենք մտածել ենք, գիտեք, դրա ճիշտ հակառակը ոնց ենք մտածել։ Միշտ մտածել ենք, որ եթե մի բան լավ է Ռուսաստանի համար, ուրեմն դա լավ է մեր համար։ Այ մեր ամենամեծ խնդիրը ռուսների հետ հարաբերություններում այդ սա է, որ մենք միշտ մտածել ենք, որ եթե մի բան լավ են իրենք համարում իրենց համար, դա բնականաբար լավ է նաև մեր համար, բայց այդպես չի լինում, հա, իրենք ունեն իրենց լավը, մենք ունենք մեր լավը, հա, մենք պետք է տեսնենք այս իրավիճակում մեզ որն է ավելի ձեռնտու եւ փոխադարձ շահավետ համագործակցության հիման վրա Կանք հասնենք ինչ-որ կեսի, երբ մեկս մյուսից փոխկապակցված լինենք։ Խոսքը թուրքերի մասին է։ Թուրքիայի մասին է։ Մեկս մյուսից փոխկապակցված լինենք։ Այսպես է աշխատում աշխարհը։ Այսինքն մեր շահն էլ է դա թելադրում, ես ճիշտ եմ։ Բնականաբար։ Իհարկե, մեր շահն էլ է թելադրում։ Տեսեք, նախ այլևս պետք է արմատախիլ արվի այդ կեղծ խոսույթը, որ եթե ռուսները չլինեն, թուրքերը մեզ կուտեն։ Այո, ես կարծում եմ, որ սա ամենակայքայիչ մեր քաղաքական միտքը նույնիսկ քայքայող, խոչընդոտող խոսույթներից մեկն է, որտեվ ոչ միայն այդտեղ խոսքը վերաբերում է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, սա դեռ մի կողմ դնենք։ Այստեղ մի sense գաղափարական նյուանս կա, որ մենք որևէ բան չենք կարող լուծել, մենք որևէ բան մեր համար չենք կարող անել, հա, մեր համար կարող է անել միայն երրորդ ուժը, դա էլ Ռուսաստանն է, էական չի Ռուսաստանը, թող լինի Միացյալ Նահանգները, ուրիշ երկիր։ Խոսքը դրա մասին է, որ մեզ օրինակ այդ խոսույթով անընդհատ զրկում են այդ մեր ուժերի վրա մեր ուժերին հավատալուն, հա, մեր օրակարգերը ձևավորելուն, ցավոտ զիջումներ գնալուն, բայց մեր օգտին ինչ որ պահի շուռ տալու, հա, այդ ցավոտ զիջումները կամ օրինակ դժվարին բանակցություններ գնալ տանուլ տալ օրինակ այդ բանակցություններում, բայց հետո կարողանալ ինչ-որ ժամանակի հետո ոտքի կանգնել, քայլ առ քայլ այդ տանուլ տվածը շտկել։ Այսինքն գործընթացներ, որոնք կամ որոշում կայացնել, որը կարող է այդքան էլ լավը չլինել, բայց մեր որոշումը լինել, ոչ թե դրսից թելադրված։ Ես ինչի եմ հենց այս ասպեկտների վրա շատ կենտրոնանում, որովհետև նորից այս մտքի մարտադաշտում տեղի ունեցող պատերազմներն են, որ ազդում են ձևավորվող քաղաքականությունների վրա այսօր եւ ոչ միայն Հայաստանում, նույնիսկ ամենահաստատված ժողովրդավարություններում։ Տիկին Մարգարյան, ես ճիշտ հասկացա ձեր խոսքից, որ այս խոսույթը նաեւ նպաստում է նրան, որ մենք չհավատանք մեր ինքնիշխանությանը, մեր ուժերին, ինչպես դուք ասացիք։ Մենք Գյումրում մենք ունենք հենց իր օրինակը պիտի բերեի։ Արդյոք վտանգավոր չի այդ խոսույթը, որ ասում է մենք պիտի միանանք ռուսական միության մաս դառնանք, այլապես թուրքահապատակ շանվորդի են բոլոր նրանք, ովքեր դրան կհակադրվեն։ Այսինքն այստեղ կամ կամի քաղաքականությունն է դրվում, որ դու կամ Ռուսաստանի հետ պիտի լինես, կամ մեկ այլ հեգեմոն պետության հետ, ինչպես դուք նշեցիք, հիմա այդ խոսույթն էլ կա, որ եթե մենք Ռուսաստանին տարածաշրջանից իրենց բառերով ասեմ քշում ենք, բերելու ենք Թուրքիային։ Դե գիտեք, չգիտեմ այդ քշել ասելով ինչ նկատի ունեմ, որովհետև գոյություն են փաստեր եւ այդ փաստերը շատ խոսուն են, թե հարուսական հարաբերություններում թարպես ինչեր են տեղի ունեցել եւ ոնց ենք մենք եկել հասել են հատվածին եւ ըստ էության մենք չենք ռուսներին Արցախից քշել, հա, եւ մենք չենք իրենց ձեռքը բռնել, որպեսզի իրենք 21-22 թվականի ագրեսիայի
պարագայում մեզ չաջակցեն, մենք իրենց չենք խոչընդոտել, որպեսզի իրենք կատարեն իրենց իրավապայմանագրային պարտականությունները, այսինքն այստեղ Հայաստանին մեղադրել նման հարցերում կարծում եմ ոչ միայն ազնիվ չէ, այլ նաև բարոյական չէ։ Ինչ վերաբերում է այդ խոսույթին, ինքնիշխանություն, որոնք կասկածի տակ են դրում, այստեղ բնականաբար բոլոր սլաքները գնում են դեպի պետական մեքենան։ Սրանք իրավիճակները, որոնք համապատասխան ուրեմն արձագանքի պետք է արժանանան հենց պետական մեքենայի կողմից, այսինքն այն անձինք, ովքեր կասկածի տակ են դնում Հայաստանի սուվերենությունը, այդ մարդիկ պետք է քրեորեն պատժվեն։ Այսինքն մենք պետք է ունենանք այնպիսի գործիք, որպեսզի նման անձինք չկարողանան նման խոսույթ գեներացնել, հա։ Այլապես գիտեք, ստացվում է, որ մենք մի կողմից բողոքում ենք, որ այդ ամեն ինչը կա, բայց մենք չենք իրականացնում համապատասխան քայլեր, որպեսզի նման անձինք ոչ միայն այդ խոսույթը չգեներացեն, այլ նաև չհայտնվեն այնպիսի պաշտոններում, հա, որում հայտնված է տվյալ անձը։ Այսինքն այստեղ ես սլաքները ամբողջովին ուղղում եմ պետական մեքենայի ուղղությամբ, այստեղ իրենք շատ անելիք ունեն։ Այստեղ դիլեման էլ այն է, որ Տիկին Մարգարյան մի կողմից հենց նույն Վարդան Ղուկասյանը եւ շատ այլ անդիմադիր գործիչներ պնդում են, որ այս իշխանության օրոք իրենք բռնաճնշումների են ենթարկվում, դատական համակարգը իրենց հետևից է ընկած, այսպես իրենց բառերով ասեմ։ Մի կողմից էլ անկախ այսպես հասարակական քաղաքական գործիչների մի մասն ասում է, որ այո, պետական ապարատը այստեղ թերացել է եւ այս մարդիկ իրավունք չունեն նման խոսույթ կիրառել։ Հիմա որտեղ է ճշմարտությունը։ Այդ ճշմարտությունը շատ սահման է, այդտեղ շատ նուրբ է, բոլոր ժամանակներում շատ դժվար է մեր նման, հա, երկրներում, որոնք այսպես շատ խառը ռազմավարական միջավայր ունեն, որոնք եւ դրսից եւ ներսից հիբրիդային սպառնալիքների են ենթարկվում, շատ դժվար է գտնել հավասարակշռությունը անվտանգային կարիքների եւ ժողովրդարական ազատությունների միջև։ Այդ հավասարակշռությունը ինչպես անել, որպեսզի դու կարողանաս քո անվտանգային կարիքները ապահովել, ինձ եւ ձեզ պետությունը կարողանա պաշտպանել այդ հիբրիդային սպառնալիքներից, բայց միաժամանակ չճնշի ազատ խոսքը եւ այլն եւ այլն։ Դրա համար իրավական գործիքներ գոյություն ունեն։ Եվ քանի որ ռուս-հայկական հարաբերություններից նաև խոսեցիք, վերջին շրջանում նկատելի է, որ Ռուսաստանում էլ որոշակի խոսույթ է փոխվել, վերաբերմունքն է այլ, վարչապետի վերջին այցելությունն էլ կարծես թե դրա վկայություններից մեկն էր։ Դուք ինչպես եք գնահատում այս պահին հայ-ռուսական հարաբերությունները եւ ինչ եք կարծում, մենք այդ դիվերսիֆիկացիայի ճանապարհին ենք, թե դեռ կախվածությունները ամեն դեպքում, այսպես ասեմ, մենք մեծապես այդ կախվածությունները Ռուսաստանից են։ Տեսեք, նախ այդ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի կշիռն է փոխվել։ Սրա մասին շատ քիչ է խոսում մեզանում, բայց Հայաստանի կշիռը անհամեմատ փոխվել է, եթե մենք այս Հայաստանին համատենք մինչ 2020 թվականի Հայաստանի հետ, ինչի ասել է կշիռը փոխվել, հա։ Դա նշանակում է, որ դու սկսում ես հետաքրքիր դառնալ շատերի համար։ Ինչպես ես դառնում հետաքրքիր։ Երբ դու կարողանում ես բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել, հա, դիվերսիֆիկացնել քո արտաքին քաղաքականությունը, կարողանում ես նաև դիվերսիֆիկացնել քո անվտանգային քաղաքականությունը, այսինքն քո անմիջական ռազմավարական միջավայր կարողանում ես շատ երկրներ բերել, որտեղ երբ իրենք գալիս են, չէ՞ որ իրենք շահերով են գալիս, հա, եւ եթե այդ շահերը զուգակցվում է քո շահերի հետ, դա արդյունքում ինչ ենք, այդ բանաձևի արդյունքում ինչ ենք ստանում, ամուր, փոխշահավետ համագործակցություն, եւ դու դառնում ես ավելի հետաքրքիր։ Ինչքան օրինակ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունից հետո Հայաստանը անհամեմատ ավելի հետաքրքիր է դառնում, հա, որովհետև մեզ արդեն ձգտում են այնպիսի պետություններ, որոնք հենց Ամերիկայի ռազմավարական դաշնակիցներն են, որտեղ այդպես է աշխատում արտաքին քաղաքականությունը, մանավանդ հիմա, երբ այդ տրադիցիոն դաշինքներ ասված այլևս գոյություն չունի, հա։ Հիմա դրա համար մենք այլևս դառնում ենք հետաքրքիր Ռուսաստանի համար այն առումով, որ ինքը փոխում է իր մարտավարությունը մեր նկատմամբ, հա։ Մենք այլևս ապացուցել ենք, որ եթե որևէ բան լավ է Ռուսաստանի համար, ամենևին պարտադիր չէ, որ դա լավ լինի մեր համար, որ եթե մենք ռազմավարական դաշնակիցներ ենք եւ շարունակում ենք դեռևս լինել այդպիսին դե յուրե, ապա դա ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանի ազգային անվտանգային շահը իդենտիկ է Հայաստանի ազգային անվտանգային շահի հետ, ամենևին այդպես չէ, եւ վերանայման շատ հարցեր կան, եւ սա այսպես առաջ գնացող, հա, գործընթաց է։ Որ этаպում ենք մենք գտնվում, ես կարծում եմ մենք գտնվում ենք դեռևս այդ վերանայման հարուսական հարաբերությունների վերանայման փուլում։ Այն ամենա ճգնաժամը, մեծ ճգնաժամային փուլը, որը գիտեք պատկերավոր ինչպես կնկարագրեմ, երբ
մարդը հիվանդանում է, բայց ինքը որևէ կերպ չի ուզում ընդունի, որ ինքը հիվանդացել է, հա։ Այ մենք ունեցել ենք այդպիսի փուլ հարուսական հարաբերություններում, երբ ճգնաժամը եղել է, բայց մենք չենք ուզել, իրենք մասնավորապես չեն ուզել ընդունել, որ այդ ճգնաժամը կա, որ խնդիրը կա։ Այդ փուլը այլևս ավարտված է, այստեղ կարծես մեծ վերջակետ է դրված։ Հիմա այլ փուլ է սկսել, վերանայման փուլն է սկսել։ Կախվածությունները կան, եւ տնտեսական եւ էներգետիկ կախվածությունները կան, ասեմ ավելին, նույնիսկ եթե Միացյալ Նահանգների հետ մենք գնանք այդ մոդուլային ատոմակայանի ճանապարհով, դա 1 տարվա, 2 տարվա, 5 տարվա պատմություն չէ, դա բավական երկար տևող գործընթաց է լինելու։ Այս ընթացքում դեռևս շարունակվելու է մեր կախվածությունը Ռուսաստանից, բայց կարող է լինել այդ կախվածությունը, բայց երբ այդ կախվածությունը բալանսավորվում է մեր հետաքրքիր լինելու հանգամանքով արտաքին աշխարհի հետ, այդ պարագայում այդ կախվածությունը այդքան էլ մեր համար վտանգներ չի ստեղծում, որովհետև մենք, այսպես ասած, դուրս ենք գալի այդ բիրտ ուժի կիրառման դաշտից, հա, էլի կարող ենք ենթարկվել տատեսակ ճնշումների, բայց համեմատել անգամ այդ ճնշումները չեն կարող լինել այն ճնշումների հետ, որոնց մենք բախվել ենք 20 թվականից այս կողմ։ Տիկին Մարգարյան, քանի որ նաև բազմավեկտոր արտաքին քաղաքականությունից խոսեցիք, կուզենամ սա էլ մեկնաբանեք, ցավոք կրկին ընդդիմության դաշտից պիտի բերեմ այս թեզը, տեսեք, երբ որ վարչապետը Միացյալ Նահանգներում էր, հետո Չինաստան, հետո Ճապոնիա, այստեղ քննադատությունները արդեն սկսվեցին, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական դաշնակից հանդիսացող Հայաստանի վարչապետը գտնվել Չինաստանում, հետո Ճապոնիայում ու այսպես սա չի համապատասխանում այս երկրի շահին եւ կամ մյուս երկրի շահին, Ռուսաստանին էին հակադրում, Իրանին էին հակադրում, ինչի մասին են նաեւ այս խոսակցությունները եւ արդյոք վարչապետի կողմից վարվող այս քաղաքականությունը նկատի ունեն բազմավեկտոր, ինչպես դուք նշեցիք, ճիշտ է եւ ճիշտ ճանապարհով ենք մենք հիմա գնում։ Դե գիտեք, այդպես մտածել են այն ժամանակ նաև երբ Իսրայելի հետ հարաբերություններ չեն կառուցել, հիմնավորել, այո։ Հետո մենք պատերազմի ժամանակ սկսեցինք մեղադրել Իսրայելին, բայց միևնույն ժամանակ չես կարող մեղադրել, եթե դու չես աշխատել ունակ այդ կողմի հետ, հա։ Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը մեզ օդի եւ ջրի պես պետք է։ Գիտեք, ամենագործուն անվտանգային երաշխիքը այսօր Հայաստանի համար դա բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն է։ Դա բոլոր փոքրերի համար է, փոքր պետությունների համար է շատ լավ գործիք։ Հայաստանի պարագայում առավել եւս։ Ես շատերի համար իրոք այսպես կոգնիտիվ դիսոնանս է ստացվում, երբ մենք կարող ենք Միացյալ Նահանգների ռազմավարական ուրեմն գործընկերը դառնալ, հետո Չինաստան, հա, չէ՞ ինչպես NLS իրավիճակում։ Ամենևին աշխարհը մեր շուրջը չի պատտվում։ Եվ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը նստած չեն մտածում, այ Հայաստանը դարձավ Չինաստանի ուրեմն ռազմավարական, ուրեմն մենք իր հետ էլ սկսենք։ Ոչ, հակառակ դու ավելի հետաքրքիր ես դառնում։ Հենց այդ նույն պետությունների համար ավելի հետաքրքիր ես դառնում։ Պետք է կարողանալ բազմավեկտոր խաղալ, շատ այսպես ինտենսիվ արագ ադապտացվել իրավիճակներին, հա, իսկ այդ ադապտացվելու համար դու պետք է sense ցանց ունենաս։ Բոլոր հարաբերությունները քաղաքականության մեջ այդպես, մարդկային հարաբերությունները, բոլոր հարաբերություններում այդպես է։ Սա ուղղակի բերենք դնենք արտաքին հարաբերությունների դաշտ եւ կտեսնենք, որ նույն պատմությունն է, այնպես որ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը այս պայդրությամբ կարող եմ ասել Հայաստանի Հանրապետության համար ամենագործուն անվտանգային երաշխիքն է։ Այսինքն Տիկին Մարգարյան, ես ճիշտ եմ հասկանում այն, որ մեզ պարբերաբար հիշեցրել են, թե ում եք դուք պետք, ուր պիտի դուք գնաք, ում եք դուք հետաքրքիր, Հայաստանը ում է հետաքրքրում, դա պարզապես մեր մատուցման ձևն է, այսինքն Հայաստանը հետաքրքիր է, Հայաստանը գնալու տեղ ունի, պարզապես թե ինչպես ենք մենք մատուցում, ճիշտ հասկացա։ Մեզ այդպես ասել են, որպեսզի մենք մեր ուժերին չհավատանք եւ չփորձենք անել մի բան, որ արել է Ադրբեջանը եւ դարձել է հետաքրքիր արտաքին աշխարհի համար։ Հիմա այս ամեն ինչի պատմության աղբամանն է նետվում եւ մենք բոլորս պետք է հիշենք, որ մենք հետաքրքիր ենք եւ մենք կարող ենք ավելի հետաքրքիր դառնալ։ Պարզապես պետք է պրագմատիկ նայել իրավիճակներին եւ հնարավորինս արագ ադապտացվել, իրավիճակներին արագ ադապտացվել։
Եվ Տիկին Մարգարյան, գիտեք, որ մյուս տարի մարտ ամսին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում է անցկացվելու Երևանում։ Եվ տարբեր խոսակցություններ կան, ասում են, որ Հայաստանը արդեն քայլեր է ձեռնարկում, որպեսզի այստեղ գտնվի միաժամանակ եւ Թրամփը, եւ Էրդողանը, եւ Իլհամ Ալիևը, նաեւ չի բացառվում, որ հենց այդ միջոցառման ժամանակ էլ կնքվի խաղաղության պայմանագիրը։ Նախ դուք արդյոք համարում եք հավանական, որ Երևանում մյուս տարի 2026 թվականին կարող են հյուրընկալվել միաժամանակ Էրդողանը, Իլհամ Ալիևը, Դոնալդ Թրամփը եւ կարող է նման մեծ իրողություն տեղի ունենալ։ Իսկ կարծում դրա համար բոլոր նախադրյալները կան, հա, եւ անհնարին որևէ բան չկա այսօր։ Իհարկե իրադարձությունները շատ արագ են զարգանում, դեռ պետք է ապրել մինչեւ այդ օրը գեոպոլիտիկ առումով, բայց ես կարծում եմ, որ դա շատ իրատեսական սցենար է եւ սա իհարկե նաեւ շատ այսպես բարձրացնելու է նաեւ ավելի է բարձրացնելու Հայաստանի կշիռը։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք միայն պետք է ուրախ լինենք, եթե ապագայում նման իրավիճակ լինի եւ մենք տեսնենք Հայաստանում եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների եւ այլ նախագահների նույնպես։ Եվ այստեղ ամենակարևոր հարցերից մեկը միշտ Ռուսաստանի խանդն է։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը որոշակիորեն խանդով է վերաբերվում, երբ օրինակ տեսնում է հարաբերությունների կարգավորում Թուրքիայի հետ եւ կամ ինչու՞ չէ խաղաղության այս ուղին Ադրբեջանի հետ։ Մենք այստեղ որոշակի քայլերի կարող ենք սպասել, թե ամեն դեպքում Ռուսաստանը արդեն հաշտ է ստեղծված իրողությունների հետ։ Հաշտ է։ Հաշտ է։ Հաշտ է։ Եվ մեկ այլ նարատիվի էլ ուզում եմ անդրադառնանք Տիկին Մարգարյան, այստեղ ներքաղաքական դաշտում էլ երբ որ խոսվում է, որ խաղաղությունը արդեն կա, խաղաղությունը արդեն հաստատված է, որոշ մարդիկ պատկերացնում են, որ վերջ արդեն խաղաղությունը եկել է եւ Ադրբեջանից եկող յուրաքանչյուր հայտարարություն այսպես շատ ցավագին են ընկալում, բա ասում էիք խաղաղությունը արդեն եկել է, բա լսեք, տեսեք Ալիևը ինչ է խոսում։ Վերջերս լսեցի մի հետաքրքիր միտք, որ իրականում խաղաղությունը շատ ավելի բարդ է տրվում, քան պատերազմը։ Դուք եք այդպես կարծում եւ արդյոք շատ աշխատանք, ինչ աշխատանք պիտի տանենք խաղաղություն ունենալու համար, դա հեշտ է լինելու։ Տեսեք, այս հակամարտությունը շատ խորը հիմքեր ունի։ Երկուստեք կորուստները շատ են, յուրաքանչյուրը ունի իր պատմությունը, իր ճշմարտությունը, հա։ Բնականաբար խաղաղության ճանապարհը այսպես կարճ լինել չի կարող այստեղ, ժամանակատար է։ Մենք պետք է զինվենք պարզապես համբերությամբ, չշեղվենք այդ օրակարգից, կառուցենք ամուր պետություն, դիմակայուն պետություն, որպեսզի Ադրբեջանը ցանկանում է դա թե ոչ, այնուամենայնիվ շատ հարցերով մեզ հետ հաշվի նստի, հա։ Այ որ պահին մենք կտեսնենք, որ Ադրբեջանը մեզ հետ սկսում է հաշվի նստել, այդ պահից մենք արդեն կարող ենք ասել, որ խաղաղությունը բավական ամուր հիմքերի վրա է։ Շնորհակալ եմ Տիկին Մարգարյան։ Հիշեցնեմ, որ զրուցում էի կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ։ Կհանդիպենք։